Զեներ պարտիրոչը կրկին այսօրվա համար մեծ ջիգյարով պարտվան տան մեր տիրոչը, ջիգյարով պարտիրոչը վերջերս մեկ էտ խոսում էի այսպիսի մի բան ասեցեն, ասում ով էս ինչ օր էր այն մարդ, ասում ինչ օր էր, ձախորդ օր, ասում հետաքրքիր է, ինչ ձախորդ օր էր, այսօր մի հատ երգել կա, չէ ձախորդ օրերը կգան կերթան Դե ասում բիզնեսը չկպավ, այն մեկը էսի եղավ, մերնեն պրծնեն։ Սեներ աստված տվելա ոչ թե մենք պրծնենք, տվելա որ իրեն փառաբանենք և մեծարենք։ Տվելա որպեսի իրանից գոհանանք, տվելա որ սա ասո շնորհքն է, որ ես այստեղ կանգնած եմ։ Մարդիկ կային փափագեին, որ այսօրը տեսնեին, բայց չտեսան։ Անկեղծ եմ ասում։ Կուզեին այսօրը տեսնեին, բայց չտեսան մարդիկ, ննջեցին, մահացան, փառք Տիրոջը, որ Աստված տվել է ինձ և քեզ լսողական, իրոք կփափագեն մարդիկ, որ ունենան լսողական, և եթե ես չգնահատեմ այս լսողականջը, այն մարդը, որ չի լսում, կասի տուր, դու չես գնահատում, տուր ինձ պետք է դա, այս ձեռքերը, որ այսօր թափահարում եմ կամ աշխատում, կան մարդիկ, որ չունեն ձեռքեր, Եթե ես ու դու չգնահատենք, Աստծո ողորմությունը կասի տուր քո աշխատող ձեռքերը ինձ, տուր, ինձ պետք է։ Ոտքեր, որ այսօր քայլում ենք, շարժում ենք, կանք, վազում ենք, այսօր եղբայրս մեկ հետ է խոսում, ասի ես մեծ սիրով ֆուտբոլ կխաղամ։ 64 տարեկան եմ, այդ տարիքը մի կողմ դա, ես երիտասարդ եմ։ Բայց փառք Տիրոջը, որ Աստված տվել է քայլող ոտքեր սերներ, մարդիկ կան չունեն այս հնարավորությունը։ Եվ ինձ ու քեզ կասեն տուր քո ոտքերը ինձ պետք է դու չես գնահատում։ Աշխարհը այսօր ուր է գնում։ Մենք տեսնում ենք այսօր աշխարհը ուր է գնում, սերներ։ Աշխարհը այսօր վախի, սարսափի, սրեսների մեջ է։ Ինչու։ Որտեղ նրանք չունեն Աստված իրենց կյանքի մեջ։ Միայն խոսում են, միայն ասում են, որ Աստված կա, բայց Այնինչ, որ Աստված ուզում է ինձանից, քեզանից չունեն, որ այդ Աստծով, այդ խոսքով ապրեն, դրա համար հաճախակի մարդիկ վախի մեջ են, սարսափի մեջ են, ստրեսների մեջ են։ Բայց ես և դու պետք է լեցված լինենք Աստծո խոսքով։ Չգիտենք աշխարհը ոնց է, չգիտենք աշխարհում ինչեր է կատարվում, բայց ես և դու պետք է լցվենք Աստծո խոսքով։ Ամեն սերներ, Աստծո խոսք, որ շատ կարևոր է։ Աստծո խոսք, որ երկնքից ուղարկված է մեզ։ Տեսեք, այսօր անձրևային եղանակ է։ Մարդիկ ասում է, այս ինչ վատ եղանակ է։ Դու գիտեք, որ անձրևը պետք է հողին։ Գիտեք։ Բայց մարդիկ ասում է, այս ինչ անձրևոտ եղանակ է։ Կամ մեկն ասում է, ձուն, չեմ սիրում ձմեռը։ Գիտեք, ինչ կարևոր է ձմեռը։ Մենք որպես գյուղացի ես գյուղում եմ մեծացել մինչև 17 տարեկանը գյուղում եմ, և ես տեսել եմ գյուղացին այդ բերքի հետ ինչ անում, ասում են գարնանացան և աշնանացան, ցանում են գարնանը, հնձում են աշունը, և ցանում են աշուն, հնձում են ամռանը, սերը եթե աշնանացանը ցանում է գյուղացին, այդ ցորենը հողի մեջ հաց է, չէ դա, եթե ձուն չլինի հողի վրա, նա կփտի կնեխի, տեսեք ձուն ինչքան կարևոր է, որ ձուն Աստված ուղարկում է երկնքից այդ հացը պահի, որ գա ժամանակ մարդը հնձի և հացում ուտի։ Բայց մարդիկ այսօր դժգոհում են ձյունից, անձրևից, քամուց, քամին շատ կարևոր է, ես այսօր խոսել եմ այդ մասին։ Երկու տուն, իմ թեմայի վերնագիրը, երկու տներ, երկու ձևի քրիստոնյաներ, ես մի քիչ կմանրանամ, որ ավելի հասկանալի լինի, սեներ Աստծո մեկ խոսքը փոխում է ցանկացած իրավիճակ, մեկ խոսք Աստծո ցանկացած իրավիճակ կփոխի, Աստծո հետ մեկ հանդիպումը հերիք է, որ մեր ամբողջ կյանքը փոխվի, սեներ ավելի լավ չի մենք ես կորցնեմ շատ բաներ այստեղ Աստծո համար, քան այստեղ կորցնեմ Աստծուն ինչ-որ բանի համար, նորից եմ կրկնում, մարդիկ կան Աստծուն կորցնում են երկրի վրա շատ բաների համար, կարելի է չակերտներ բացած դրանք ինչեր են,
Բայց մարդիկ կան այդ բաները կորցնում են այստեղ Աստծո համար։ Մենք կարող է շատ բաներ կորցնենք այստեղ, բայց Աստծուն չենք կորցնելու։ Հակառակը կարող է Աստծուն կորցնենք ինչ-որ բաների համար։ Տերը թող օրհնի, որպեսզի մենք ամեն ժամանակ նրա անունից գոհացող սիրտ ունենանք եւ փառտանք Տիրոջը, որովհետեւ Աստծո կամքն է։ Թեսաղոնիկեցից թղթում շատ են մարդն ասում են Աստծո կամքը որն է։ Ես չգիտեմ Աստծո կամքը որն է։ Թեսաղոնիկեցից առաջի 5-րդ գլուխ, եթե չեմ սխալվում 18 համարն ասում է գոհացող եղեք ամեն ժամանակ, որտեղ սա է Աստծո կամքը ձեզ համար Հիսուս Քրիստոսում։ Ուրեմն Աստծո կամքը սա է, որ ես գոհացող սիրտ ունենամ։ Բացենք Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ։ Ես ընթերցում եմ 24-ից մինչև 27-ը։ Արդ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանացնեմ նրանց մի իմաստուն մարդի, որ իր տունը սարքեց ժայռի վրա։ Եվ անձրևն էլ եկան, գետերը վարարեցին, քամիները փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեցավ, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված։ Եվ ամեն ով որ այս իմ խոսքերը լսում եւ նրանց չի կատարում, նա կնմանի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա, եւ անձրևն էլ եկան, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին եւ նա կործանվեցավ եւ նրա կործանումը մեծ եղավ։ Այս առակում սերներ Հիսուսը խոսում է իմաստուն եւ հիմար, այսինքն ճշմարիտ եւ կեղծ քրիստոնյայի մասին։ Երկուսն էլ կարծում են, թե իրենք ճիշտ քրիստոնյա են, թե նրանք հաստատված են ժայռի վրա, բայց որոշ ժամանակ է պետք, որ անցնի կեղծը ճշմարիտից տարբերվի։ Մենք մի անգամից չենք կարող գնահատական տանք ասենք, ես ինչ զորավոր մեկն առաջի իսկ եկած օրից, բայց երբ որ անցնում է որոշ ժամանակ, երբ որ հաղորդակցում ենք, արդեն դու զգում ես կամ տարբերությունը կեղծ եւ ճշմարիտ։ Երկու տներ արտակնապես կարող են, մենք ասում ենք արտիքի քար Հայաստան, չէ, այդ քարից լինի, նույն քարից պատրաստված երկու հարգանի, երկուսն էլ։ Երկուսն էլ գեղեցիկ նախշերով, չգիտեմ ինչեր նկարած, տեսնում ենք, որ ինչքան նման են այս երկու տունը իրար։ Ոչ մի բանով արտակնապես նրանք չես տարբերվի դուր, երբ որ կանգնես ուշադիր, նայես այդ երկու տանը։ Միայն տարբերությունը կլինի այն ժամանակ, երբ որ սկսի քամին։ Միայն տարբերությունը կսկսի այն ժամանակ, երբ որ գետերը վարարեն։ Միայն տարբերությունը կլինի այն ժամանակ, ինչպես Աստծո խոսքն է ասում սերներ, երբ որ այդ տանը մի բան զարգի, խփի։ Հիմքը կարևոր է։ Մեկը հաստատված է ժայռի վրա, այն մյուսը ավազի վրա։ Ես երբ որ բանակից եկա տուն, այդ ընթացքում իմ պապաս գարաժ էր սարքել, հայերեն ավտոտնակ։ Եվ գիտեք ինչ նկատեցի։ Մեծ գարաժ էր դա, եւ նկատեցի այդ գարաժի ներքևի մասը կարծես գնալով փլվում է։ Նայեք ջուրը այնքան է գալիս խփում այդ տանը կամ այդ գարաժին կամ այդ պատին, նա ավազի վրա է, կամաց տանում է այդ բետոնը, որովհետև հիմք չունի։ Այստեղ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է առաջի մարդը Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 47-49 համարները կուզեմ եղբայրներս բացեն, տեսեք ինչ ասում են տեղ, ասում է նա խորը փորեց եւ հիմքը դրեց։ Ամեն ով որ ինձ մոտ է գալիս է իմ խոսքերը լսում եւ նրանց անում ցույց տամ թե ում է նման։ Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց։ Սրանք մարդիկ կան փորում են, բայց չեն խորացնում։ Մարդիկ կան հավատքի մեջ մտնում են, բայց չեն խորանում։ Այս խոսքերը ես չգիտեմ, ասեմ թե չէ, ով այսօր գիրք կարդաց է։ Շատ քչերը։
Ես չեմ ուզում ասեմ ինչու։ Դու ինքդ կարող ես ինձ էլ հարց տաս, իսկ դու կարդացել ես։ Կարող ես, սա մի ընտանիք է, սա տունն է, Աստծո տունն է, և Աստծո տունը կառուցվում է կենդանի քարերով, որ մենք ենք։ Խորացրեց և հիմքը ժառի վրա դրավ, և երբ որ ջրի հեղեղները եղան, գետն այն տանը զարկեցին և չկարողացան շարժել նրան, որովհետև ժառի վրա էր հաստատված։ Չկարողացան շարժել գրվածան նրան։ Սեներ երկուսն էլ նույն տնից կառուցված տուն, նրանց տները նույն տեսք ունեցող, միայն մի տարբերություն, մեկը հիմքի վրա, մեկը ավազի վրա։ Առաջին մարդը խորը փորեց, երկրորդ տունը կառուցեց հենց ավազի վրա։ Այս առակից այն կարևոր ճշմարտություն ենք քաղում, կամ ստանում, կամ հասկանում, կամ սովորում, որ ճշմարիտ և կեղծ քրիստոնյաների տարբերությունը միանգամայն տեսանելի չէ։ Կեղծ քրիստոնյաները նման են սուտ մարգարեների նման, ինչպես ասես Տերը գառան մորթի, բայց ներսևան գայլեր են։ Ինչքան սքանչելի լինի տեսք ունենա տունը սերներ, առանց հիմքի իզուրա կառուցվել։ Մնացած ամեն բան ավազ է։ Ավազի վրա տուն կառուցողը կեղծ քրիստոնյաները ենթադրում են օրինակ, ես ապահով եմ, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ եմ, ես այս եմ, ես գնում եմ եկեղեցի։ Բայց երբ որ մի պահ հանդիպում է փորձության, քամին խփում է, գետը վարարում է, ես քիչ հետո ավելի կմանրացնեմ։ Թող մեզանից յուրաքանչյուրը քննի, ինչ տուն է ինքը կառուցում։ Եթե մեր գերագույն նպատակը ապահովություն, հարմարավետություն, խաղաղություն ունենալն է, ուրեմն մենք մեր տունը սարքել ենք ավազի վրա։ Նորից եմ կրկնում։ Եթե մեր նպատակը ապահովությունն է, լավ բան ապահովություն, լավ է։ Բայց եթե մեր նպատակը դա լինի ամենակարևորը, խաղաղությունը, ապահովությունը, չգիտեմ այլ բաները, ուրեմն մենք մեր տունը սարքել ենք ավազի վրա։ Իսկ եթե մեր նպատակը, գերագույն նպատակը Քրիստոսին ճանաչելը և նրան նմանվելը լինի, մեր տունը հաստատված կլինի ժայռի վրա։ Տարբերություն կա, թե չկա սերեներ։ Ապահովություն, խաղաղություն կունենանք մենք, մեր ուզածը կունենանք, բայց Քրիստոսին ճանաչելը, նրան նմանվելը, որ ամենագերագույն բանը պետք է լինի մեր կյանքում, դա հնարավոր չէ լինի։ Տեր Հիսուսը պարզ ասում ասելներ, նա ով լսում է և կիրառում է իմ խոսքը, Քրիստոսին ճանաչել, նշանակում է Քրիստոսին սիրել։ Հիմա հարց, ինչպես կարող ենք մենք զանազանել այս երկու տները։ Սովորաբար ոչինչ չենք կարող անել, մինչև նորից եմ կրկնում, անձրև գետերի վարարում և քամի չլինի։ Նույնը կիրառելի է նաև մեր մարդկային մարդկանց համար սերներ։ Միայն փորձություններից, նեղություններից, դժվարություններից կարող ենք ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին։ Կարող ես հարց առաջանալ, ինչի հետ դժվարությունից, ինչի նեղությունից ես պետք է ճանաչեմ ճշմարիտ քրիստոնյան, ով է թե չէ։ Սիրելիներ, փորձության 3 տեսակ կա։ Մինչև փորձությունը ես կուզեմ առաջի Պետրոս առաջի գլուխ 6-7 համարները կարդանք, տեսեք այստեղ ինչ ասում մեր Պետրոս եղբայրը։ Աստված թույլ է տալիս, որ փորձությունների մեջ մենք ընկնենք, որ մեր հավատքը, մեր հիմքը փորձելու համար, որ նրանով կուրախանանք, թե հիմա ինչպես որ հարկը պահանջում է, մի քիչ տրտմացենք, կերպ փորձանքների մեջ, որ ձեր հավատքի փորձառությունը ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում։ Գովության, պատվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Փորձության 3 տեսակ։ Առաջինը անձրև, երկրորդ գետերի վարարում
եւ երրորդ քամիներ։ Սկսենք առաջինից։ Անձրևներ։ Անձրևները սներ տարբեր տեսակի նեղությունները, հալածանքը, ունեցվածքի եւ առողջության կորուստն է։ Նորից եմ կրկնում, անձրևը խորհրդանշում է տարբեր տեսակի նեղություններ, դրանք կլինեն հալածանքի, դրանք կլինեն առողջության կորուստ կամ նեղություններ։ Սրանք մեզանից դուրս են։ Խնդրում եմ ուշադիր լսենք, այս նեղությունը, փորձառությունը, առողջական եւ ունեցվածքի կորուստը մեզանից դուրս է։ Երկրորդը գետերի վարարում, որոնք են դրանք աշխարհի հպարտությունը եւ ցանկությունը։ Առաջի Հովհաննես երկրորդ գլուխ ես ուզում եմ կարդամ 15-16 համարներ այսպես են ասում. Մի սիրեք աշխարհը եւ ինչ որ կա այն աշխարհի մեջ։ Եթե մեկը աշխարհը սիրե հոր սերը նրանում չէ, որտեղ ամեն ինչ որ աշխարհում է, մարմնի ցանկություն 1, աչքերի ցանկություն 2 եւ այս կյանքի ամբարտավանություն 3, հորուցը չէ այլ աշխարհից։ Սրանք գետերի վարարումն է, բայց սրանք մարդու ներսն են։ Հալածանքը, նեղությունը, դժվարությունը, առողջական կորուստը կամ ունեցվածքի արտաքին նեղություններն են։ Իսկ այս երեքը մարդու ներքին ներսի, կարելի ասած, բնությունն է։ Երկու տեսակի փորձություններով։ Ուրեմն արտաքին եւ ներքին սատանան ուզում է որ մեզ փորձի։ Նեղություն, հալածանք, դժվարություն, առողջական, ֆինանսական կորուստ եւ մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Սա երրորդը քամիներ։ Քամիները խորհրդանշում են սատանային։ Եթե առաջի երկու փորձությունները անհաջողության են մատնվում սատանան, ուղղակիորեն երրորդ գրոհում է կասկածով, վախով եւ հուսահատությամբ։ Սկզբից նեղություն, փորձություն, դժվարություն, առողջական, ունեցվածքի կորուստ, արտաքին նեղություն, ներքին նեղություն, աչքի, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Եթե տեսնում ա որ մենք հաղթող ենք դուրս գալիս այս երկու փորձությունից, երրորդը ինքն է գրոհում, որ դրանք քամիներն են։ Ուզում է խփի տունը, ուզում է խփի մեր հավատքը պետք է հաստատված լինի Հիսուս Քրիստոս ժայռի վրա։ Ուրեմն նա ուղղակիորեն հարձակում է, մարդուն տալիս է կասկածանք, երկմտություն, վախ եւ ստրեսի մեջ է գցում։ Եվ եթե առաջին երկու փորձությունները անհաջողությամբ նա մատնվում է, մենք պետք է պատրաստ լինենք։ Պողոս առաքյալը Եփեսացիս 6-րդ գլխում ասում է սպառազինության մասին, որ մենք պետք է սպառազինությունը հագնենք։ Աստծո սպառազինություն։ Ես չեմ ուզում հերթով ասեմ դրանք որոնք են։ Ինչի պետք է հագնի մարդը Աստծո սպառազինություն։ Զինվորը սպառազինված պետք է լինի։ Պողոս առաքյալը նկատել էր այդ ժամանակվա հռոմեական զինվորներին, որ նրանք ոնց են սպառազինվում։ Շորերին հագնում երկար, որ պետք է այդ փեշերը կապեին, որ մենամարտի ժամանակ չխանգարեր այդ փեշերը։ Պողոսը նկատելով հռոմեական զինվորի հագ ու կապը եւ ներկայացնում է սպառազինություն զինվորի։ Մենք Աստծո զինվորներն ենք, սերներ։ Եվ մենք ունենք հրամանատար, որ ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ ինքը սպառազինել է մեզ այսօր։ Ինչով է սպառազինել։ Մենք կարդում ենք Եփեսացիների 6-րդ գլուխը տեսնում ենք այնտեղ, ինչով է սպառազինել ամեն մեկիս։ Եկեք սերներ բոլորս հարց տանք մեզ, ես էլ ինքս ինձ, իմ տունս ժայռի վրա է հաստատված, թե ավազի վրա։ Սերներ մենք գիտենք նորից եմ կրկնում աշխարհը ուր է գնում։ Մեր կյանքի անապատը մի օր պետք է վերջանա։ Մեր կյանքի անապատը վերջանալու է մի օր։
Մենք ճամփորդության ենք, անապատի մեջ ենք այսօր։ Իսրայել ժողովուրդը անապատում էր։ Հիսուսին հետևորդները հաճախակի անապատով էին գնում։ Եթե մինչև հիմա մենք չենք օգտագործել Աստծուց տրված բանալին, մենք պետք է օգտագործենք, որն այդ բանալին։ Սա եղբայրս անցած Կիրակի, ով հիշում ինչի մասն էր խոսում։ Հայելու։ Հայելիա։ Սա նաև քարտեզա, կողնացույցը։ Սերներ, երբ որ մարդը ընկնում է անտառի մեջ, նա եթե մոռացել է կամ իր հետ, չգիտեմ, չի վերցել մի հատ քարտեզ կամ կողնացույց, նա մոլորված է, չգիտի որ կողմ գնա, որ թշնամու ձեռքը չընկնի։ Մենք հաճախակի հնարավոր է անապատի անտառի մեջ լինենք, մենք ունենք կողնացույց մեզ հետ թե չեսելներ, որ մենք դուրս գանք այդտեղից։ Նա քարտեզը բացում եւ տեսնում է ոնց դուրս գա, որ թշնամու ձեռքը չընկնի, կամ կողնացույցը իրեն ցույց է տալիս։ Սա քարտեզ ասելներ։ Սա բանալի է։ Այնքան փակված բաներ կա իմ ու քո կյանքում, որ մենք մեր մարդկային ջանքերով չենք կարող հաղթահարել եւ բացենք, եթե մենք Աստծո տված այս խոսքը մեր կյանքում չկիրառենք։ Աստվածաշունչը մեզ հասկացնում ասելներ։ Սպասում է, թե երբ մենք ես եւ դու կսկսենք Աստծո խոսքը տալ։ Ես չգիտեմ վերջի անգամ դու վկայել ես մեկին թե չէ։ Ես չեմ ուզում ինձ ասես։ Որից է մեկին բռնել ես վկայում ես թե չէ Քրիստոսի մասին, թե չէ։ Քրիստոնյան պետք է վկայի մարդկանց սերներ։ Ես ռուսերենից այդքան էլ չգիտեմ լավ չեմ, բայց երբ որ հաճախորդս գալիս է Արտուշ եղբայր, խնդրում եմ, ես մոռացել եմ գիրք ինձ տաս Նովի Զավեթ։ Ես պարտադիր պետք է տամ մի երկու խոսք բլբլացնելով տալիս եմ հաճախորդին։ Ռուսերեն բլբլացնելով տալիս եմ հաճախորդին։ Վերջի անգամ երբ ենք մենք մարդկանց վկայել Աստծո խոսք, Տիրոջը Քրիստոսին։ Կամ ամաչում ենք, որ մարդիկ կարող է ճանաչեն Եշեմ համընկնում Աստծու ապրած այդ կյանքին, դրանից են վախենում, որ չեն վկայում։ Կասեն հրմյաց սա նայի նոր թողա ինձ ասի։ Կամ էլ վախում եմ եւ ամաչում եմ։ Ուրեմն սերներ, մենք իհարկե չենք կարող իմանալ, թե ինչ ունենք, եթե չկարդանք Աստծո խոսք եւ տեղյակ չլինենք։ Խոսք լսող եւ կատարող։ Ինչպես առանց սերմի չենք կարող արդյունք ստանալ, այնպես էլ առանց խոսքի մենք չենք կարող ունենալ Հիսուսի կենթանի կյանքը մեր մեջ, եթե համաձայն ես ասա ամեն։ Խոսքը կենթանացնում է։ Խոսք ունես թե չէ։ Խոսքը լսում կատարում ես թե չէ։ Դու կարող ես ինձ էլ հարց տալ սերներ, ես չեմ ասում ես 100%-անոց մարդ եմ, բայց ձգտում եմ, ջանք եմ անում, աշխատում եմ ինձ վրա, որ խոսքը միայն չլսեմ, այլ նաև կատարող, որ այդ խոսքը իմ կյանքը փոխի եւ հավատքս հաստատի Հիսուս Քրիստոս ժայռի վրա։ Ուրեմն գուցե մենք ավելի ուզում ենք մեր խնդիրների լուծում այսօր, քան արքայության խոսքը։ Դրա համարել արքայության խոսքը հաճախակի մեր մեջ չի մնում։ Ով է գողանում։ Հիսուսն ասեց գողը չի գալիս միայն գողանալու, գալիս է գողանալու, սպանելու, թալանելու, ավիրելու, մաքրելու, ինչ որ Աստծուց տրված է։ Բայց ես եկա որ կյանք ունենաս եւ էլ ավելին։ Օրհնյալ լինի նրա անունը։ Խոսք ունեցիր Տիրոջից, խոսք լսի եւ կատարիր։ Եվ որպես հայելի, որպես բանալի օգտագործիր Աստծո փառքի համար։ Եվ քո շատ փակ տեղեր կան այսօր քո կյանքի մեջ, այս խոսքը որպես բանալի դու օգտագործիր եւ կտեսնես Աստված ոնց է բացում այդ փակված դռները։ Ձենը եթե մեկը որ կարծը տանում է մեզանից մեր ընթերցանությունը, կամ տանում է մեզանից մեր աղոթքի կյանքը, կամ տանում է մեզանից մեր տեսիլքը, կամ տանում է մեզ որից մի շարժարիտներ ունեցել ենք, բայց չունենք։ Ուր են դրանք։ Ով գողացավ։ Հաճախակի ասում ենք Երանին առաջվա տարիներին։ Ինչ տարբերություն այն ժամանակվա եւ հիմիկվա։ Աստված նույն սերը
ունի այն ժամանակվա քրիստոնյաների նկատմամբ եւ հիմիկվա։ Աստված իր ձեռքը մեկնում էր թե այն ժամանակվա քրիստոնյաներին, թե հիմիկվա քրիստոնյաներին։ Տարբերությունը սա է։ Ես Աստծո լավ չեմ ճանաչում երևի։ Մտերմություն չունեմ իր հետ։ Հարաբերությունս երևի այնպես չի, ինչպես որ ինքն է ուզում։ Խոսք լսում եմ, բայց խոսքը չեմ կիրառում իմ կյանքի մեջ։ Չեմ կատարում Աստծո խոսքը, որպես բանալի, որպես հայելի, որպես մուրճ, որպես լույս, որպես հաց, որպես ջուր։ Աստծո խոսքն ասում սիրելիներ։ Տեր օրհնի, որպեսզի մենք տեսանելի եւ անտեսանելի բաների արարիչ Աստծուն փառք տանք։ Աշխարհը նորից եմ կրկնում այսօր շատ բաներով է լեցված։ Ես եւ դու պետք է լեցված լինենք Աստծո խոսքով։ Շատ եմ սիրում ես համարը Եսայա մարգարեություն 55-ի 11-12-ում 10-11-ում ասում, ինչպես անձրև եւ ձյունա տեղում երկնքից, պատահական չի, որ այս խոսքը գրվել է Աստվածաշնչի մեջ սիրներ, անձրև եւ ձյունը Աստված թափում երկնքից երկրի վրա։ Ուրեմն պետք է անձրևը, չէ։ Ձյունը պետք է։ Եվ ասում եմ, ես չեմ ուզում դա դատարկ հետ վերադառնա ինձ մոտ, ուզում եմ, որ բերքին, հողին, հաց տվողին հաց տա, սերմ ցանողին, սերմ տա, այնպես էլ պետք է լինի բերանից դուրս եկած խոսքը, որ ձեզ է հասնում։ Ես չեմ ուզում պարապ հետ վերադառնա ինձ մոտ, այլ ուզում եմ, ինչի համար որ ես ուղարկեցի, որ նա կատարվի մեր կյանքում։ Սերներ, Աստված նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Ինչի վրա ենք ուշադրություն մենք այսօր դարձնում։ Մենք պետք է վստահ լինենք, որ մեր կյանքի Տերը եւ Փրկիչը Աստվածն է։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստված կառավարի մեր կյանքը։ Մեր կյանքի ղեկը պետք է հանձնենք նրա ձեռքերի մեջ, որ միջև մեր կյանքի վերջին րոպեն նա ղեկավարի սերներ։ Նավը ունի նավապետ։ Մենք նավակն ենք, բայց ունենք նավապետ, որ ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հաճախակի ուզում եմ մտնի մեր նավակի մեջ, որ ղեկավարի նավակը ափից ափ տանի։ Այս դժվարությունից այն դժվարությունը անցկացնի, նա ղեկավարի։ Եվ մենք հաճախակի վերցնում ենք ղեկը, ուզում ենք մենք ղեկավարենք, բայց ցավոք հաճախակի խնդիրներից չեն կարողանում դուրս գանք։ Տերը ուզում է, որ այսօր մեր որպես նավակ մտնի մեր նավակի մեջ եւ որպես նավապետ ինքն ուղեկցի եւ կառավարի եւ առաջնորդի դեպի նավահանգիստ։ Հավատքի կյանքում կարող ենք դժվարություններով անցնել սեներ։ Պետք չի հիասթափվել։ Մենք պետք է լեցված լինենք Աստծո խոսքով։ Պետք է լեցված լինենք դերական մտքերով, որտեղ սելը դերական մտքերը դերականն են դարձնում մարդուն։ Բացական մտքերը, երբ որ դու տեղ ես տալիս, բացական բաներ են առաջ գալիս քո կյանքի մեջ։ Ուրեմն դերական մտքերը միշտ լի են հավատքով, պետք է լինեն հավատքով, հույսով, իսկ բացական մտքերը վախով եւ չգիտեմ այնտեղ կասկածներով։ Թող Տերը մեզ ողորմություն անի սերներ, Աստված ուզում է որպեսի մենք ինչպես Հակոբոսն առաքյալն ասում, ինչպես Պետրոս առաքյալն ասում, մեզ փորձելու համար քամի է ուղարկում։ Մեզ փորձելու համար, մեր տունը փորձելու համար գետեր է վարարվում։ Մեր տունը փորձելու համար նա ուղարկում է անձրև, դժվարություն, նեղություն, փորձություն, հալածանք, մենք էլ հալածանքի չենք հանդիպել։ Ես չեմ հանդիպել դեռ հալածանքի, որ ենք մեկը կանգնի ասի հերիք այսուհետև փակված է բոլոր դռները, քո աչքի վերև ունք կա, թեկուս կա։ Բայց մենք տեսնում ենք ավետարանում քրիստոնյաները ինչպիսի հալածանքներով անցան սերներ։ Դանիելը, Հովսեփը, Պողոս Շիղան բանտի մեջ եւ մնացած մարդիկ նրանք չէին երկրպագում բանտի մեջ զարմանալի է։ Երկրպագում էին, երգում էին։ Պողոսին չկար մեկն ասել այ Պողոս ջան, այ աղբեր ջան, մենք պետք է քեզ ասենք հլնայի քո վիճակին, դու այս վիճակի մեջ նամակ ես գրում Փիլիպեցիների եկեղեցու քրիստոնյանին եւ ասում ես ուրախ եղեք, ասում եմ ձեզ դարձյալ ուրախ եղեք։ Բանտի մեջ նստած նամակ է գրում, որ այսօր հասել է մեզ։ Ձեռներ, ոտքեր կապված, ինչու,
խոսք ուներ նա Տիրոջից։ Նա խոսք ուներ իր կյանքի մեջ, նա խոսք ուներ իր սրտի մեջ, նա խոսք ուներ իր մտքի մեջ, երբ փառաբանում էր առանց գրքի, առանց երկարանի, առանց երաժշտության, անգամ այնտեղ մարդ ապաշխարեց իր փառաբանությունով, իր երկրպագությունով սերներ։ Դանիելը, երբ որ հրաման էր դուս եկել, նա տեղյակ չէր ինչ հրաման էր դուս եկել, ինչ խաղ էին արել իր նկատմամբ, երբ որ նա լսեց ասма հրամանը Դարեյ թագավորի, ինչ հրաման էր տվել, որ հանկարծ մեկին տեսնեք, ծնկի եկած Աստծուն կանչելով, այլ ասում կբերեք ինձ մոտ, նրան կգցենք առյուծների գուբը։ Մինչև այդ նա իր սովորության համեմատ ասում օրը 3 անգամ պատուհանը բացում էր դեպի Երուսաղեմ եւ աղոթք էր անում։ Եղավ մեկ պաստելներ, քամի եկավ Աստծուց, գետեր վարարում եկավ, անձրև եկավ, խփեց Դանիելի տանը, հավատքի կյանքին, տեսնենք Դանիելը սովորականի նման, օրը 3 անգամ կբացի պատուհանները դեպի Երուսաղեմ աղոթք կանի թե չէ։ Սերներ, Աստված հաճախակի քամիներ է ուղարկում, Աստված հաճախակի անձրևներ է ուղարկում, Աստված հաճախակի գետեր է վարարում, որ խփի մեր տանը, մեր հավատքին, մեր կյանքին, որպես քրիստոնյաներ։ Եվ երբ ասում Դանիելը լսեց, սկիրապետքն էլ չէր հրամանը գնաց, կրկին ծնկի եկավ, իր գրվածա, իր սովորության, իր սովորության համեմատ բացեց պատուհանը դեպի Երուսաղեմ եւ սկսեց օրը 3 անգամ աղոթք անել։ Նա չդադարեց, նա չդադարեց այդ հրամանից, այդ նեղությունից։ Թող Տերը օգնական լինի ամեն մեկիս սերներ, Աստծո ուշադրությունը միշտ մեզ վրա է եղել եւ մինչեւ մեր կյանքի վերջն էլ մեզ վրա է լինելու։ Աստված նայում է մեզ այս իրավիճակների մեջ եւ տեսնում է մենք գոհանում ենք թե բողոքում ենք։ Եթե Աստված կյանք չդնի մեր մեջ, մենք կյանք չենք ունենա սերներ։ Փոխանակ մարդը ասի փառք Տիրոջը, այսօր մի օր էլ ապրեցի, ասում է ինչ ձախորդ օր էր այսօր։ Ատնաշեն, դու փառք որ Աստված մի օր տվեց հաց կերար դու։ Մի օր տվեց քո երեխային խնամ կարեցիր։ Դու դժգոհում ես այսպեսի Աստծուց։ Ձախորդ օր, գործս չկպավ, ես ինչ վատ օր էր այսօր շատ վատ օր էր, մռայլ օր, խավար օր, անձրևային օր, անպամած օր, ամեն բանի համար, փառք Տիրոջը, անձրևն էլ ստեղծել Աստված, արևն էլ ստեղծել Աստված, արեգակն էլ ստեղծել Աստված, եւ ամեն ինչ իր ստեղծագործությունն է, եւ իր ստեղծագործության համար երբ որ ինքը տեսավ, ասեց բարի է եւ բարի է, թող Աստծո անունը փառավորվի։ Աստված ուզում ասեներ, որ իր խոսքը պտուղ տա մեր մեջ։ Ես չեմ ուզում, որ միայն ինձ կոչեն հավատացյալ, չեմ ուզում։ Եթե ես պատղաբեր չեմ, եթե ես պտուղ տվող չեմ, պտուղ տվող, ծառ, ինչքան վատ է, որ ծառը տնկած է և 10 տարի, 15 տարի, 20 տարի անցնում է, նայում ես պտուղ չկա, Հիսուսն էլ տեսա պտուղ չկար, կկտրես, տեղ ազբաղացրել, ուրիշ ծառ կդնես, որ պտուղ տա, սերներ, ես չեմ ուզում, իմ փոխարեն մեկը կանգնի այնտեղը, որ Աստված ինքն է, ոչ թե ես ասել եմ, չէ, Աստված ինձ դրել է հենց տեղ, հենց դա իմ համար է, դա պատկանում է ինձ, եւ ես չեմ ուզում, որ այդտեղից դուրս գամ։ Ես ուզում եմ, որ այնտեղ, որտեղ որ Աստված դրել է, ես պտուղ տվող ծառ լինեմ, ծառ, որ պտուղ տան, ծառ, որ քաղցր, համով, հոտով ջրալի տանձ լինեմ, որ մարդը տեսնի, երկրորդ անգամ նորից գա օգտագործի այդ պտուղից սերներ։ Իրավիճակները թող չտիրեն մեզ վրա։ Հաճախակի այն ժամանակ, երբ որ երեխաները դեռ չէին ամուսնացել, առանձնացել, ինձ ասում էին, այնքան դժվար է ապրելը։ Ես հարց էի տալի, քանի երեխա ունես։ Մեկն ասում էր 1 կամ 2 կամ 3, հետո ինքն էր հարց տալի, բա դու քանի ունես, ասում էր 6 առայժմս։ 6-ի պահելն է հեշտ, թե 2-ի պահելը սերներ։ Դու կարծում եք մեր կյանքում փորձություն չի լինում, դու կարծում եք մենք 100%-ով մարդիկ ենք, չէ, բայց աշխատում եմ ես ինձ վրա։ Աշխատում եմ ես ինձ վրա, որ թույլ տամ մշակողին, որ հայրն է։
ես ճուղն եմ, որդի Հիսուս Քրիստոսն է։ Որդից սնվում ես թե չէ այսօր։ Ճուղ պտուղ տալիս ես թե չէ։ Հայրը մտնում այգի, ձերքին կա բանակ, հատուկ բան ունի հայրը, որ ավելորդ ճուղերը կտրի, որոնք են դրանք, նախանձ, կասկածանք, չուզողություն, ճուղեր կան, որ դուս են գալիս քո միջից, իմ միջից, որ խանգարում են Աստծո տված սերմը, խոսքը, որ պտղաբեր դարձնի։ Աստված ուզում է որպեսի սերներ։ Մենք վստահ ենք նրան։ Իմ ու քո դժվարությունների մեջ երբեք Աստված մեզ չի թողնի։ Չկա այդպիսի մի մարդ, Սուրբ գրքի մեջ գրած, գետ մեկ հոգի, որ պաշտել է ամբողջ հոգով, սրտով, ամբողջ էությամբ պաշտել է Տիրոջը եւ Աստված իրան թողել է, այդպիսի բան չկա։ Դավիթ թագավոր, ասում է, ես նայում եմ իմ մանուկ հասակից միջև հիմա ես չեմ տեսել արդարին հաց մուրանալուց։ Այն յուղը, որ կար փոքր սափորի եւ կուժի մեջ ալյուր, երբեք չի պակասի քո սափորից եւ կուժից։ Տուր մարդու, վկայի մարդու, այն հացը, որ տվեց Եղիային, այն ալյուրը, որ սարքեց մի փոքր շոտ, որ պահել էր իր նեղության ժամանակ, որ իր տղան ուտի եւ մահանա, Աստծո տվածը մի պահիր։ Դա քո սեփականությունը չի, դա իմ սեփականությունը չի։ Տվել ա որ տաս։ Մենք ասում ենք տվեք, որ տրվի գումարային պահով։ Մի քիչ էլ խոսենք հոգևոր պահով, ինչ Աստված տվել քեզ, որ դու տաս մարդուն։ Ինչ։ Միայն գումար։ Միայն գեղեցկություն, գումարն էլ անցնելու, գեղեցկությունն էլ անցնելու, հարստությունն էլ անցնելու, մեքենան էլ անցնելու, տներն էլ անցնելու, սերներ, աշխարհն անցնելու, բայց մեկ բան կարևոր, տվել ա քեզ, որ դու տաս ինձ, տվել ա ինձ, որ ես տամ մարդուն։ Մեզ ասում են, ձեր Աստվածը ուշացրել ա իր գալուստը, չի ուշացրել։ Պետրոս Առաքյալն ասում է, նա իր խոստման տերն է, նա իր խոսքը իրանից վեր ա դասել։ Հաջորդ համարում է, խոսքում ասում է, նա երկայնամիտ է, սպասում է, որ իմ ու քո հարևանն էլ ապաշխարի։ Տալիս ես այդ սափորիցը, տալիս ես մի բան հարևանիդ թե չէ։ Սա սափոր է, տալիս ես սափորից մի բան քո հարևանին, քո բարեկամին, քո ընկերոջդ, քո չգիտեմ որցե մեկին, որ ինքը երկնքում այդ մեկի համար ուրախություն կա, սերներ։ Եթե դու մենակ մնայիր, լիներ երկնքում Հիսուսը քո համար մենակ կգար։ Միայն քեզ համար, եթե դու մենակ լինեիր, կամ ես մենակ մնայի, մենակ լինեի որպես մարդ, Աստված իր որդուն մենակ Արտաշի համար կուղարկեր, որտև այնքան սիրեց մարդուն, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Թող Աստծո անունը փառավորվի։ Քեզ տվել ա կյանք, ինձ տվել ա կյանք, քեզ տվել ա սեր, սիրում ա քեզ, պահում ա քեզ, քո ընտանիքին, քո զավակներին, քո սերնդին, քո կյանքի Տերը տիրակալը ինքն ա, սերներ։ Դուր մարդուն ինչ որ ունես, ինչ ես ասում, ով Աստված, երբ որ խոսում էր Տեր Հիսուս Քրիստոսը հաղորդության խորհրդի մասին, միջև այս մարմինը չուտեք եւ այս արյունը չխմեք, հավիտենական կյանք չեք ունենա ձեր անձերումը, մարդիկ գայթակղվեցին, հեռացան, թողեցին Հիսուսին, գնացին շատերը։ Մոտիկացավ աշակերտներին, Տեր Հիսուսը, դուք լավ գիտեք այդ պատմությունը, սերներ, մոտիկացավ աշակերտներին, Պետրոս ինչպես ոմն մեկը շտապեց կանգնել, սպասել, թե Հիսուսը ինչ ասելու, Պետրոս, դուք եք ուզում գնաք։ Որու երթամ, Տեր, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Մենք որտեղից ենք եկել ստեղ, սերներ, աշխարհից։ Աշխարհից եկել ենք մենք ստեղ։ Աշխարհից Աստված մեզ փրկեց եւ բերեց իր փառախը իր ներկայության մեջ։ Ամեն մեկս նայեն մեր կյանքին, ով ենք եղել մենք։ Պողոս առաքյալն ասում է, երբ որ մեղավոր ես եղել, երբ որ տկար ես եղել,
երբ որ թշնամի ես եղել, հենց այդ ժամանակ Աստված իր որդուն ուղարկեց։ Որ ժամանակ մեղավոր, տկար, թշնամի, Աստծուց հեռացող, Աստծուն հայոյող, Աստծուն անիծող, երեսս դեպի մեղքին, աշխարհին, մեջքով դեպի Աստծուն։ Հենց այդ ժամանակ Աստված իր որդուն ուղարկեց։ Զարմանալի է մեր Տերը Հիսուս, զարմանալի է ով Աստված։ Սերե զարմանալի է մեր Աստվածը։ Մեղավորին, թշնամուն, տկարուն սիրեց եւ կյանք տվեց։ Ես վերջացնում եմ իմ խոսքը մի քանի մտքերով։ Խոսք տվողը ավելի զորավոր է, քան մեր խնդիրները։ Ես էլ ունեմ խնդիր, ես էլ ունեմ հոգս, ես էլ ունեմ ծրագիր, բայց խոսք տվողը, որ նա Աստվածն է, իմ բոլոր ծրագրերից, նպատակներից, բոլոր իմ դժվարություններից ավելի մեծ է։ Դժվարությունների ժամանակ ես եւ դու իմանում ենք, ինչքանով ենք մենք լեցված Աստծո խոսքով։ Դրա համար էլ Աստված քամի է ուղարկում։ Դրա համար էլ գետին, օվկիանոսին հրամայում է, որ վարարվի մի քիչ, բարձրանա, լցում է քաղաքը, ավիրում է, ոչ թե Աստված ավիրում է մարդկանց, չի ուզում Աստված մարդու կորուստը, ամբարիշտի կորցվելը չի ուզում, մեր նողիմա չի ցանկանում, որ մարդը տեսնի եւ այդ դժվարության ժամանակ ավելի կարճի Աստծուն, լեցված լինի Աստծո խոսքով։ Եթե մենք դժվարությունների մեջ ենք, մարդիկ մեր բերանից պետք է լսեն արքայության խոսք, ոչ թե ուրիշ բաների խոսք։ Հովսեփը բանտում էր, նա չվախեցավ, որովհետև խոսք ուներ Աստծուց։ Պողոս եւ Շիղան բանտում էին, չվախեցան, որովհետև խոսք ունեին Աստծուց։ Պետրոսը չվախեցավ, որովհետև խոսք ուներ Աստծուց, սերներ։ Աստված կատարյալ ծրագիր ունի ինձ եւ քեզ համար։ Ինչ էլ որ մենք անենք, դա մեզ համար եղբայր, ես կուզեմ են երկես նորից, հոգիս կենաց է, հոգիս ծարավ է, խնդրում եմ։ Մենք պետք է աշխատենք ցանկացած իրավիճակում վարվել դրական ձևով։ Ինչ վատ բան էլ որ իմ ու քո կյանքում կատարվի, միևնույն է, սենը սպասենք Աստծուն եւ նա դա բարին գործակից է դարձնելու։ Այո, հատվածում Պողոս առաքյալը ասում է բարին ամեն բան բարին գործակից դարձրեց։ Ինչ է դա նշանակում։ Ամեն բան վատ բաներն են, այո, վատ բաներն էլ Աստված բարի գործակից է դարձնում։ Մի համար էլ կարդամ ու երկենք այս օրհնյալ երգը։ Հոբ 23-ի